Բարև բոլորին ժողովուրդ, դուք գտնվում եք Ice Games YouTube ալիքում ու մենք այսօր խաղալու ենք Samp Kumail Roleplay server-ում։ Ուրեմն ժողովուրդ ջան, մենք այսօրվանից սկսում ենք նոր ռուբրիկա Bombshits դեպի Infernus։ Ուրեմն ժողովուրդ ջան, քանի որ արդեն դուրս է եկել 3.0 update-ը, այդ առիթով ես որոշեցի նկարեմ Bomb փայլակի արկածները դեպի Infernus։ Ուրեմն ժողովուրդ ջան, հիմա բացում ենք նոր account ու փորձելու ենք 3.0 update-ի ժամանակ փորձենք հարստանանք եւ գնանք դեպի Infernus։ Դե ինչ, ես հիմա մի հատ գաղտնաբար որոշեմ ու շարունակենք։ Վերջ, ես արդեն գաղտնաբառը որոշեցի գմայլ պետք չի, ուրեմն ժողովուրդ ջան, նաև զգուշացնեմ, հիշեցնեմ, որ գրանցվելով 4-րդ էտապում, եթե գրեք իմ նիկնեյմը այսպես set տակի գծի Corrado այսպես, ոնց որ երևում է ձեր էկրաններին։ Եթե գրեք այսպես եւ շարունակել տակ, այդ հասնելով 4-րդ մակարդակ ես ես կտամ 400,000 խաղային վիրտ։ Ընտրում ենք տղամարդ եւ եկեք հիմա skin ընտրենք։ Եկեք օրա այս նեգրի skin-ը դնում ենք։ Վերջ, մենք արդեն գրանցվել ենք Kumail Roleplay server-ում ու առաջի բանը որ անում ենք, գալիս ենք Davo-ի մոտ։ Այս խիստ սպավնում արդեն սկսում է կախել։ Գալիս ենք այս Davo-ի մոտ, սեղմում ենք alt, վերցնում ենք առաջի quest-ը եւ շտապում ենք խնձորի այգի։ Ժողովուրդ ջան, մի քիչ որ այս մասը կախի ոչինչ, էդի էս տեքստուր կեքիցա։ Դե ինչ գնամ եւ հաստեմ խնձորի այգի ու արդեն կմիանամ ձեզ։ Վերջ ժողովուրդ ջան, ես արդեն խնձորի այգում եմ։ Հիմա եկեք փոխենք մեր շորը եւ անցնենք գործի։ Ուրեմն ժողովուրդ ջան, հիշեցնեմ, որ այս թազա update-ում ավելացել է լիքը կայֆ բաներ, որոնցից է մեքենաների համարանիշները, սասի նոր ինտերիերը ու էլի տենց լավ բաներ, բարձրացել է աշխատավարձերը ու ժողովուրդ ջան, հիմա մի հատ եմ բան ասում, որից հետո բոլորդ էդի կանեք։ Ֆուրի գինը միրեսը դարձել է 100,000, նայած թե որտեղ եք տանում։ Եթե San Fierro 100,000, իսկ եթե Los Santos էդի արդեն 200,000 է։ Ֆուր քշելով կարակ որ լիքը փող աշխատեք, դառնաք միլիոնատեր, դաժե մի 2 ռես, 3 ռես քշելով, եթե Los Santos գնաք, էլի։ Իսկ հիմա ժողովուրդ ջան, բերեք վիդեոն ստոպ տամ, որովհետև էսի ջանջալ բանա, այդ չեմ ան դրան ինչ էին ասում արա, ջանջալ ինչ է, արա մտքից թելը կտրվավ, ջանջալ պրոցես, ոնց որ, էսի ջանջալ պրոցեսա մի քիչ ու որ ստոպ տամ, աշխատեմ վերջացնեմ ու կմիանամ։ Ժողովուրդ ջան, արդեն վերջացրեցի, վերցնում ենք 41,000-ը ու գնում ենք Davo-ի մոտ մեր փողերը վերցնելու։ Բայց եկեք մի հատ ճանապարհին մտնենք, ցանկացած խանութ մի հատ գները տեսնենք, որովհետև այդքան լավ չեմ հիշում ինչքան էր, բայց գիտեմ որ ահա որ բարձրացել է։ Մենակ SIM քարտի գինն եմ հիշում 500,000 էր էդի։ 3 բարդակ էր ժողովուրդ, որ սաղ մտան մի անգամից SIM քարտի հետ։
Մտանք ստե գալիս են գները նայելու Այսա հեռախոսը 50,000 տեսախցիկը 50 ժամացույցը 15,000 Երեք մի հատ ժամացույցը առնենք հեռախոսային գրքույկ պետք չի SIM card փող չունենք Սյա ստել պետք չի մեզ ոչի բան մենակ ժամացույց առնենք լավ է